Բարև հայ ժողովրդին, ուրեմն մի երկու օր առաջ մի հատ եթեր եմ գցել Ալեն Սիմոնյանի վրով, բայց ոչ մի վատ բան չեմ ասել։ Ինձ այսօր առավոտ կոմենտարներ եմ տենում, ուժեղ քփուրներ են տալիս։ Նախ ես ներողություն եմ խնդրում իմ լսարանից, մեր ժողովրդից։ Ես կյանքում, ասենք, իմ եթերների տակ էձևի բաներ չեմ գցում, էլի, քփուր, քյապար, միշտ աշխատում եմ կոռեկտ լինել։ Բայց շատ շնորհակալ կլինեմ, որ, ասենք, այս եթերս շատ արագի մեջ ժողովուրդ ջան տարածեք։ Իմ նիկոռեկտությունը քփուրներս, տվյալ անձնավորությունը ով ինձ գրել է, դա ես վերջում եմ ասելու։ Դուք ուղղակի տարածեք, կարաք չլսեք էլ։ Ուրեմն խոսքը վերաբերվում է Ալեն Սիմոնյանին երկու օր առաջ, որ ես եթեր եմ գցել, որտեղ որ ասում են Նարեկ Կարապետյանին, եթե գաք մտնեք խորհրդարանել, մենք շատ մարդիկ ենք վերադաստիարակել, մի քանի անգամ էլ քեզ կվերադաստիարակենք, ես այդ բանով այնտեղ ասել եմ, ձեր ցինիզմի վերջ չկա։ Այսինքն ցինիզմը դա որ մարդկանց լկտի խոսակցություններն է, որ իրանց խոսքի պահվածքի ձևն է, ձև ասեմ։ Հիմա մեկը ինչ որ ոմն Դավիթ Ղազարյան, թե ինչ, թե մի ֆեյքով գցե, իր էջով չի գցե, ինչ արել, ոնց արել։ Ժողովուրդ ջան, ես կխնդրեմ, որ դա շատ շտապ շուտ տարածեք։ Շատ եմ խնդրում, ու տարածեք ինչքան հնարավոր է շատ։ Հիմա լսեք ինչ եմ ասում, էսի 21 պլյուսից էլ ավել ալնելու։ Լսի արա Դավիթ Ղազարյան, գյոթը որ գյոթ է, գյոթին մոր քփուր չեն տալում։ Ես քո Ալեն Սիմոնյանին վարդով չոր չեմ ասել։ Դու քո գաղափարները քպայականի վրով ես եթում, ես Սամվել Կարապետյանի վրով եմ եթում։ Դու բոզի տղա, ընչես ընձի գրետակը կոմենտարայի, բոզի տղա մամատ քունեմ կլիրս ծածի Կարապետյանների ցեղը, իր ընտանիքով մեկ։ Հիմի դե լսի տեսես քեզ ինչ եմ ասում։ Ես քո այն մորդ քունեմ։ Տո դու կլիրս ծածի թքի մորդ երեսին, մամատ էլ ծածի թքի քո երեսին։ Այ բոզի տղա, ես քո այն տուն ու տեղդ քունեմ, մորդ քունեմ։ Իմացար բոզի տղա, նույն էլ Կարապետյանների անունից եմ ասում, իրաց տունը իշքան որս տղեկ կան, սաղ ծծծնել մամայիդ մամա թքի քո երեսին, դու էլ ծծես թքես մամայիդ երեսին։ Հմ իմացար մամատ քունեմ, ես արարացի տղա եմ, անունս էլ Անդոյա, կարում ես արի հլնձի տես մորդ քունեմ դեմ դիմաց, ծծծնեմ, կադիգդ քաշեմ հանեմ տեղից դուց քունեմ են մամատ։ Տարածեք ժողովուրդ ջան,